Մինչև այսօր ֆրանսիական համալսարանի դասախոսները չեն հասկանում, թե որն է եղել աշխատանքից իրենց ազատելու պատճառը։ Այնուամենայնիվ իրենց հայցը բավարարվել է, սակայն բուհի դասախոսներին արգելում են լսարան մտնել, պատճառաբանելով, որ նրանց մասնագիտական որակավորումն պարզելու նպատակով նախ պետք է քննություն հանձնեն։ Դասախոսները վրդովված նշեցին, որ նման քննություն որևէ դասախոս չի հանձնել, եւ սա խտրական վերաբերմունք է, աշխատանքի չվերականգնելու եւս մեկ պատճառ։ Մի քանի աշխատակիցներ, բայց ոչ ռեկտորը, այսինքն ռեկտորի իր հրամանով ու այլ աշխատակիցների վրա է դրել այդ գործընթացը, հանդիպել են դասախոսների հետ, բայց անարդյունավետ, որովհետև դասախոսներին առաջադրվել են բավականին այնպիսի պահանջներ, որոնք բացառապես ներառված չեն վճռում։ Այսինքն սրանից հետևում է, որ մենք պիտի կարծենք եւ պիտի հասկանանք, որ վճիռը չի կատարվում։ Իհարկե քննությունից որևէ մեկը չի խուսափում, ավելին ասեմ, դատարանի վճիռը, եթե չկա դատարանի վճռում այդպիսի բան, համալսարանը իրավունք չունի նման խոչընդոտներ առաջադրելու։ Քննությունը կհանձնվի միայն այն դեպքում, երբ համալսարանի ողջ դասախոսական կազմը կհանձնի այդ քննությունը։ Դատարանի վճռով ֆրանսիական համալսարանը պետք է վճարի արձակուրդի պակաս վճարած նաև հարկադիր պարապուրդի գումարը։ Արդյոք ով է պատասխանատու այս ամենի համար։ Արդյոք մեղավորները չպետք է պատժվեն։ Հակառակ կողմի պարզաբանումները չհաջողվեց պարզել, քանի որ համալսարանում տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ, իսկ պրոռեկտորը չի կարող ընդունել զբաղվածության պատճառով։ Ուստի պարզաբանում կարելի է ստանալ միայն համալսարանից ուղարկված մամուլի հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ 12 դասախոսի վերականգնել են նախկին աշխատանքում եւ վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը, սակայն նրանցից 8-ը համալսարան չի ներկայացել եւ չի կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները։ Մենք ունենք գրված դիմում պահանջ առաջին անգամ, որտեղ նշել ենք իրենց կողմից ներկայացված իրենց կողմից ներկայացված կետերը։ Երեք նորից ներկայացրել ենք պահանջ, որ ինչու չեք պատասխանում մեր նամակին եւ խնդրում ենք ասել օրը եւ ժամը, երբ կարող ենք գալ ու մտնել լսարան։ Էլի քար լռություն, հիմա չգիտենք մենք ինչ պատասխան նորից կստանանք։ Դասախոսները նշեցին, որ համալսարան կվերադառնան միայն այն դեպքում, երբ ռեկտոր Ժոել Մորզելեկը հրաժարական տա։ Իզաբելլա Հովանեսյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։